Ընտրությունների մի քանի օր է մնացել եւ դու ել ուզում ես անպայման ճիշտ որոշում կայացնել եւ ձայնդ հանկարծ չտալ անարժանին։ Եվ քանի որ հիմա թե բանավեճերի, թե հարցազրույցների ժամանակ գիտակցված միտքը խեղդվում է հայհոյանքների եւ անբովանդակ ինչ-որ աղմուկի մեջ, Մարտական եղբայրություն միաբանությունը կազմել է հարցաշար եւ այդ հարցաշարով հյուր ենք գնում քաղաքական այն ուժերին, որ համաձայնել են պատասխանել մեր հարցերին։ Գնացինք։ Բարև ձեզ հարգելի Գևորգներ։ Ուրախ եմ, որ ժամանակ եք գտել ու հյուրընկալել եք մեզ ձեր գրասենյակում ու այս ակտիվ փուլում կարողացել եք ժամանակ գտնել ու պատասխանել հիմնական կարևորագույն հարցերին, որովհետև այս պայն քֆուրքյաֆարի քարոզարշավա հիմնական դեր ունենում ու բովանդակային խոսքը երկրորդված է, դաժե երրորդված է։ Հիմա բոլոր քաղաքական ուժերին բացառությամբ ամեն անգամ նշում ենք բացառությամբ քաղաքացիական պայմանագրի ու բացառությամբ հանրապետություն կուսակցության, քանի որ իրանք արարևոտ հայտարարել են, որ եթե անցնել պարլամենտ կոալիցիային կազմելու, մյուսներն մենք հասկանում ենք, որ որոշ ուժեր կան, ովքեր պատրաստ են լինելու կոալիցիային, բայց քանի դեռ ուրիշ չեն հայտարարել, իրանցից հարցում փորձելու ենք ստանանք հարցազրույց կազմակերպենք, հիմա անցնենք բուն հարցերին։ Նախ առաջի հարցը։ Ինչպիսին է ձեր գնահատական նոյեմբերի 20 թվականի նոյեմբերի 9 եռակոմ հայտարարությանը, ու երբ որ օրինակ ձեր քաղաքական ուժը հաղթի ընտրություններում, դուք այդ նոյեմբերի 9-ի պայմանագրից հայտարարությունից Հայաստանի Հանրապետության վարչապետի ծրագրություն հետ եք կանչելու, թե թողնելու եք շարունակի մնա։ Դե մենք ոչ մեկ անգամ հայտարարել ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա պետական դավաճանություն է։ 21 թվին ասում դրա մասին։ Հա, բայց քանի որ հարցը մենք ուղիղ պատասխանը, դա պետական դավաճանություն է, որևիցե կերպ մեր համար դա ընդունելի չի եղել ի սկզբանե ստորագրման պահից։ Հետագայում այդ փաստաթղթի կողմերը խախտել են այդ պայմանագիրը, ինքը դարձել է լուծարված։ Այդ պայմանագիրը այս պահին, այսինքն պայմանագիր չի, միջպետական պայմանագիր չի, ինքը համաձայնագիր է երկու անձանց երրորդն էլ այդպես երաշխավորող է այդտեղ եղել։ Ինչ վերաբերվում է ստորագրության հետ կանչելուն, եթե իրավաբանորեն դրա կարիքը կա, ես քաղաքական տեսանկյունից դրա կարիքը չկա, բայց եթե իրավաբանորեն դրա կարիքը կա, իհարկե հետ կանչել։ Շատ լավ։ Այսինքն այստեղ ավելացնելու բան չկա, հա էլի, եթե կա, եթե չէ, քաղաքական գնահատականն ու դրա առ ոչինչ համարելը ինձ թվում է լրիվ բավարար է։ Այսինքն եթե կարիքը կա, դուք պատրաստ եք հետ կանչելու։ Միանշանակ այդ փաստաթուղթը պետք է ճղվի եւ լսվի աղբամանը։ Դա պետական դավաճանության ակտ է, որով հանձնվել է Արցախը, եւ մենք դա չենք ընդունելու ոչ մի դեպքում։ Շատ լավ։ Գանք հաջորդ հարցի։ Արցախի հարցը ձեզ համար ակտուալ է, բաց է, թե փակ է։ Ու երկրորդ ասում եմ, շատերը օրինակ հիմա ասում են Արցախահայերի հետ վերադարձ, բայց դա լողոզված ձևակերպում է, որովհետեւ Արցախահայերի ուր վերադարձ Ադրբեջանի տարածք, թե Արցախի հարցն է առհասարակ բաց կամ փակ ձև։ Դե ես փորձեմ պատասխանել Բասիտ ջան, նախ Արցախի հարցը մեր քաղաքական ուժի նման ասեմ, մեր համար դա երբեք փակված չի կարող համարվի։ Ընդհանուր աշխարհի մասով ասեմ, մարդու հիմնարար իրավունքների հարցը երբեք ցեղասպանության հարցը երբեք փակված չպետք է համարվի։ Նշեմ, որ Եվրոխորհուրդը այս վերջում օրեր առաջ ընդունեց բանաձև Հայաստանի մասով, որ նախատեսում է Արցախի մեր հայրենակիցների վերադարձ արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը իրենց տներ։ Իսկ արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը նաեւ ունի տողատագեր։ Արժանապատիվ ու անվտանգը եւ Հայաստանի հարցով, այսինքն բանաձև ընդունել Արցախի մեր հայրենակիցների մասով, այդտեղ ինքը նաև որոշակի ճանաչում կա, մենակ դրա վրա չենք հիմնվում, բայց որոշակի ճանաչում կա, որ իրենք Արցախը եւս դիտարկում են Հայաստանի մաս։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, մենք հիմնվում ենք միջազգային իրավունքի վրա։ Մենք չենք դիտարկում Հայաստանը սովետական միության փլուզման արդյունքում առաջացած երկիր եւ դիտարկում ենք առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդ, որի ժառանգը պետք է լինեինք եւ կանք մենք, այսինքն պետք է դա հռչակել եւ ռազմավարություն այդ ուղղությամբ տանել։
Եվ առաջին հանրապետությունը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ, իրավունքներ, որի հետևողականորեն պայքար, այդ քաղաքական ուղղությամբ պայքար տանողը մեր քաղաքական ուժն է։ Եվ Արցախը մենք համարում ենք Հայաստանի անբաժանելի մասը, որը ցավոք սրտի այսօր օկուպացված է։ Իսկ այդ հարցը փակելը դա նույնիսկ բարոյական չի հնչում։ Այստեղ հարց առաջանում, օրինակ մենք ձևակերպում ենք Արցախի հարց։ Շատերի համար մեր հասարակության մեջ դա Արցախի այսպես կոչված անկախության ձևաչափ։ Դա իրենք դիտարկում են Արցախի հարց։ Մենք դիտարկում ենք Արցախի հարցը հայկական հարցի բաղադրիչներից մեկը։ Գևորգը արդեն ասեց, մենք ճանաչում ենք Հայաստանը առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդ, մենք սովետական Հայաստանը ճանաչում ենք օկուպացված տարածք խորհրդային Ռուսաստանի կողմից, հիշենք Կարմիր 11-րդ բանակը ներխուժեց մեր երկիր եւ գրավեց երկիր։ Եվ Արցախը որևիցե կերպ մենք չենք դիտարկում Հայաստանից անջատված։ Շատ է խոսում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Սա կիսատ արտահայտություն է։ Իսկ ինչ պետք է լինի։ 88-ին իրական դրա մասին ասել են, որ միացում։ Այո, եւ մենք եթե հղում ենք, շատերը հղում են կատարում Արցախահայության ինքնորոշման իրավունքին եւ ասում են Արցախահայությունը ինքնորոշվել է անկախության շուրջ։ Դա սուտ է։ Արցախահայությունը ինքնորոշվել է եւ ոչ միայն Արցախահայության, առհասարակ հայություն։ Դուրս է եկել փողոց եւ հայտարարել է իր որոշումը, դա միացումն է։ Հարակվել է տերն ասել։ Հետագայում երկուսին Հետագայում, երբ որ արդեն Հայաստանի դավաճանական իշխանությունները հայտարարեցին, որ իրենք սովետական միությունից դուրս են գալի խորհրդային Հայաստանի կազմով, Արցախահայությունը այլևս երկընտրանքի առաջ էր կամ Ադրբեջանի կազմում, կամ անկախ։ Արցախը 20 օր առաջ շուտ է Հայաստանի Հանրապետությունից անկախացել։ Դե դա արդեն անկախացման գործընթաց չէր, դա ստիպված գործողություն էր, որովհետև Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք չեն գնալու միացման ճանապարհով, այլ առանձին են դուրս գալու սովետական միություն։ Հաջորդ հարցը օգոստոսի 8-ին 25 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց ԱՄՆ-ում ԱՄՆ-ի կառավարությամբ վկայի կարգավիճակով երկու փաստաթուղթ, մեկը վերաբերվում էր թրիպին Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչոտող ճանապարհին, մյուսը Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղությանը, որը իր մեջ ներառում է 10-ից ավելի կետեր, 17 կետ, կարծեմ 14 կամ 17 կետ։ Հիմա այս երկու հարցերի հետ կապված Կանանք բաժանենք հարցերը, որ նույն բանաչեր կնենք։ թրիպի հետ կապված Լավ, դեպքում շոր բաներ խոսենք։ Թրիպի հետ կապված մենք դեմ չենք ԱՄՆ-ի ներգրավվածությանը մեր տարածաշրջանում ավելին։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ հաստատի ռազմավարական հարաբերություններ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կողմ պիտի լինենք Հայաստանի ինքնիշխան տարածքը որևիցե կարգավիճակով Հայաստանի ինքնիշխանությունից դուրս բերել։ Կլինի մասնավոր ընկերության միջոցով, կլինի Ամերիկայի երաշխավորությամբ, որևիցե միջոցով։ Թրիպի այն ֆորմատը, որը որ առաջարկվում է նախ Հայաստանի ինքնիշխանության զիջում, առաջինը, երկրորդը առաջարկվում է զիջում միակողմանի, այսինքն այնտեղ առանձնակի նշվում է, որ Ադրբեջանը պիտի անխոչնդոտ անցում ունենա, սակայն առանձնակի չի նշվում, որ Հայաստանը անխոչնդոտ անցում ունենա Ադրբեջանի տարածքում եւ ինչպիսի երաշխիքներ պիտի այդ դեպքում գործեն։ Ուղիղ ասեմ, մենք Հայաստանի Հանրապետության տարածքը չենք դնի որևիցե դեպքում վաճառքի եւ թրիփի ընդհանուր փիլիսոփայությանը մենք կողմ ենք, սակայն բացառապես Հայաստանի Հանրապետության բացարձակ ինքնիշխանության ներքո։ Այսինքն այն մանևրները, որ մենք լսում ենք, միջին միջանցք, կողքից միջանցք, Թրիպը Թրամփի ուղին է, հիմա Թրամփի ուղուն Թրամփի ուղի այն ֆորմատը, որը որ կա, որով որ սահմանվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը զիջվում է, այդ ֆորմատին մենք դեմ ենք։ Այսինքն ինքը կապ չունի ճանապարհների ապաշրջափակումը, որ իրան անվանել են, ինքը ընդհանրապես կապ չունի ճանապարհների ապաշրջափակումը։ Ես ավելի հստակեցնեմ, այն մոտեցումը, որ ադրբեջանցի վարորդ անցնողը, հա, չպիտի տեսնի Հայաստանի սահմանապահին, անթույլատրելի է։ Նա եթե ուզում է անցնել Հայաստանի տարածքով
նա տեսնելու է, հարկ եղած դեպքում խուզարկվելու է, հարկ եղած դեպքում անցնելու ընթացքում, եթե նա խախտի, ասենք, երթևեկության կանոնները, կանգնեցվելու է Հայաստանի ոստիկանության կողմից, այսինքն մանրամասնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պիտի լինի բացարձակ ՀՀ պետական մարմինների իշխանության ներքո, ինչպես բոլոր մնացած տարածքները։ Մեր սահմանադրությունը պետք է գործի մեր վերահսկողության տակ անցած յուրաքանչյուր միլիմետրի վրա, այսպես, այսինքն իմիջած մի բան հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի դավաճանական փաստաթղթում նույնիսկ նշված էր երկկողմանի այդ միջանցքների հետ կապված, այսինքն հայկական կողմը գնալու էր Ստեփանակերտ։ Հիմա Ստեփանակերտը չկա։ Միջանցքներ նշված, որպես մենակ Բերձորի միջանցքներ նշված։ Իսկ հիմա հարցը մենք տեղափոխենք խաղաղության պայմանագրի, նախ ասեմ, այդ խաղաղության պայմանագիր չի, խաղաղությունը նախ պայմանագրերով չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է միայն ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, այսինքն անվտանգությունը պետք է դառնա, խաղաղությունը պետք է դառնա անվտանգության հետևանքը, ոչ թե դրա փոխարինողը։ Այն ինչը որ մեզ են առաջարկում, դա ոչ միայն կապիտուլյացիա է, դա Հայաստանի Հանրապետության լուծարման ակտն է իրականում։ Բայց սրանից էլ անդին, եթե մեկ բան էլ ասեմ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարելու նույնիսկ այնտեղ ի վնաս հակահայկական կետերը, այլ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ ինքը պատրաստ չի, ինքը ցանկություն չունի, ինքը մտադրված չի որևէ խաղաղ համակեցության պայման, ինքը խախտել է 94 թվականի զինադադարի պայմանագիրը, որ ՄԱԿ-ի կոնվենցիաներն է խախտել, որ ուժ կիրառելը բացառվում է։ Ինքը բոլոր կետերը, այսպես նշած այդ նոյեմբերի 9-ի բարաթի վրա ինչքան կետ կար, Ադրբեջանը բոլոր անխոչնդոտ խախտեց։ Մի խոսքով, եթե չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն, խաղաղությունը ընդհանրապես օդի մեջ խոսակցություն է։ Մենք կարող ենք օրինակ բերել լիքը պետություններ, որ եւ տնտեսական հարաբերություններ ունեին, եւ խաղաղության պայմանագիր ունեին, եւ այս պահին մեկը մյուսի նկատմամբ օկուպացիայի ենթարկել ինքնիշխան երկկողմանի ճանաչված տարածքները եւ գտնվում է տաք պատերազմի մեջ։ Բայց պետք է նաեւ անդրադառնալ զուտ փաստաթղթին, իհարկե ես համաձայն եմ Գևորգյան մոտեցման հետ, որ խաղաղությունը դա ռազմաքաղաքական հավասարակշռության հետևանք է, բայց նաև անդրադառնանք իրավական կողմը։ Տվյալ պայմանագրով, ուրեմն Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել Արցախի նկատմամբ մեր իրավունքներից, ճանաչել Հայաստանը սովետական Հայաստանի, իսկ Ադրբեջանը սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, Այդ դեպքում Արցախը մնում է օֆիս կա։ Չէ, այդ դեպքում Արցախը Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածք, իսկ Հայաստանի Հանրապետությանը օկուպանտ, որովհետև եթե մենք ասում ենք, որ 91 թվականից, ըստ իշխանությունների, Ալմատի հռչակագրով, որը իրավական ուժ չունի, քանի որ սովետական, ներսովետական փաստաթուղթ, բայց կներեք Ադրբեջանը Իրանը առաջին հանրապետությունն ճանաչում, Արցախը ավելի մեծ տարածք է։ Ադրբեջանը իրան ճանաչում է առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ Արցախը պահանջում է սովետական Ադրբեջանի կազմում, որովհետև մենք դա թույլ ենք տալի եւ թույլ ենք տվել 30 տարի։ Եվ եթե մենք փաստաթղթով դա ամրագրում ենք, դա նշանակում է, որ մենք 30 տարի օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքը։ Այսինքն բարոյական կողմից մենք համարում ենք այն զոհերը, որը տրվել է մեր երկրի ազատագրման եւ պաշտպանության համար, եղել է օկուպացիայի, ուրիշ պետության այլոց ունեցվածքը օկուպացնելու, իրավական տեսանկյունից մենք դառնում ենք ագրեսոր, օկուպանտ եւ Ադրբեջանին պիտի դրա համար վճարենք ռազմատնկություն։ Այս ամեն ինչը մեր համար թե բարոյական, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է եւ նման պայմանագրի մենք երբեք չենք ապրել։ Եվ վերջին հարցը մենք հասկանում ենք, որ դոմինանտ քաղաքական ուժերը այս պահին բոլորը խաղաղության օրակարգով են գնում, թաքմանաբար դա ամեն անգամ պետք է շեշտենք, խաղաղության օրակարգը դա Ալիևի պահանջների կատարելու օրակարգն է, այսինքն խաղաղության համար Ալիևի հիմա սահմանադրության առաջիկա համանդրական փոփոխությունները, որտեղ որ պետք է
այոյի դեպքում հավի անկախության հռչակագրին թվում է։ Հիմա ինչպիսի դիրքորոշում է հայտնելու ԱԺԲ-ն, այսինքն կողմ է լինելու, դեմ է լինելու, թե բոյկոտի ճանապարհն է ընտրելու։ Եթե դուք հետևեք ԱԺԲ-ի որոշակի ընթացքին, նաև կարճ ժամանակ առաջ մենք կազմակերպել էինք կլոր սեղաններ, որի քննարկման առարկաներից մեկը հենց սահմանադրական փոփոխություններն էր եւ մեր դիրքորոշումը մենք հրապարակային հայտարարեցինք, որ ամեն բան պետք է անել, որ դա տեղի չունենա։ Նաև պետք է հասկանալ, թե ինչ առաջարկվում։ Ուրեմն անկախության հռչակագիրը, որին ես ամենևին կողմ չեմ, ասեմ, անկախության հռչակագրի առաջին կետում սահմանվեց, որ Հայաստանի սովետական խորհրդային Հայաստանը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, մենք դրան կողմ չենք, մենք առաջին հանրապետության կողմն ենք, սակայն այնտեղ կա մի շարք նաև այն դրույթները, որոնք թույլ են տալիս զարգացնել անկախության հռչակագիրը եւ առաջին հանրապետության իրավահաջորդության մասին կա այնտեղ։ Ասումատը խառն է անկախության հռչակագրի, ոնց որ սակայն պետք է հասկանալ, որ անկախության հռչակագիրը ինքնին իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, որովհետև ինքը ընդունվել է արդեն իսկ գոյություն չունեցող պետության տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որի ընդունած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր չեն։ Անկախության հռչակագրին իրավական ուժ է տալիս սահմանադրությունը։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը պահանջում է այն հանել սահմանադրությունից, եւ սա է պատճառը, որ օրվա իշխանությունները ուզում են հանել սահմանադրությունից։ Ինչի արդյունքում անգամ այդպիսի ըստիս վատ հռչակագիր է, որտեղ խոսվում է Արցախի մասին, միավորման մասին, անգամ այդ նախաբանում գրված այդ ակնարկները դուրս են գալիս։ Սա է պահանջը Ադրբեջանի եւ այս պահանջն է փորձում իրականացնել Նիկոլ Փաշինյանը, միանշանակ մենք դրան դեմ ենք եւ միանշանակ մենք գեներացնելու ենք անդիմություն, հասարակական անդիմություն Հայաստանի լուծարման հերթական ակտի դեմ։ Այսինքն ոչի օրակարգներ աջակցել։ Միանշանակ ոչ միայն ոչի օրակարգ, այլ նմանատիպ օրակարգ բերող իշխանության հերացման օրակարգ։ Այսինքն մենք ունենք դասական 5-րդ շարասյուն, որը ենթարկվում է թշնամու պահանջներին, իդեպ հրապարակային պահանջներին։ Թշնամին հրապարակային պահանջում է կրճատել հայկական բանակը, կարճ ժամանակ անց կրճատում են։ Պահանջում է փոխել սահմանադրությունը, կարճ ժամանակ անց փոխում են։ Եվ պետք է հասկանալ, որ սահմանադրությունը ինքը հիմնադիր փաստաթուղթ է։ Երբ որ դու դա փոխում ես, այդ բրգի գագաթն է, օրենսդրությունն է փոխվում, քաղաքականությունն է փոխվում, այսինքն ըստ էության պետության ամբողջ կառավարումը կստանձնել է մեր թշնամի պետությունը, մեր իշխանության միջոցով։ Այսինքն ոչ միայն ոչի ուրեմն թիմի նախաձեռնողներից մեկը մենք լինելու ենք, այլ նման թշնամական իշխանություններին հեռացնելու նախաձեռնություն։ Ես մի բան էլ ավելացնեմ, ավելի որ մեր ավելի չքաղաքականացված մարդիկ մեզ լսելուց հասկանան վտանգների մասին։ Նաև կնախատեսվի, օրինակ իմ կանխատեսմամբ եւ ռեալ դա կդառնա Աստված չանի, բայց դա տեղի կունենա, կքրեականացվի Արցախի մասին յուրաքանչյուր հիշատակում։ Հայրենասիրական, Մասիսարը, Արարատ լեռը, մեր հիշողությունները, ազգային արմատներին, մեր արժեքներին, սիմվոլիկային որևէ անդրադարձ դիտարկվելու է որպես ագրեսիային հղում անող հայտարարություն, կոնֆլիկտ հրահրող հայտարարություն, սեպարատիզմ, այսինքն ինքը քրեականացվելու է ամբողջ հասարակությանը, երիտասարդությանը մղելու են վախի եւ սարսափի, այսպես ասած, բանտի մեջ եւ մեծ արտագաղթ է սպասվելու, եթե այդպես լինի, որովհետեւ այդ նույն պայմաններում ես համոզված եմ, որ բնակչության մի զգալի մեծ հատված ինքը այդ նույն պայմաններում չի կարող ապրել, այստեղ սերունդներ ունենալ, սերունդները այս մթնոլորտում կրթվել, այսինքն տանելու է մեր պետության, մեր Հայաստանի լիարժեք լուծարմանը, բայց այս լուծարումը ոչ թե պետք է հասկանալ, որ Հայաստանը ընդհանրապես գոյություն չունենա եւ այլն, ինքը հնարավոր է ֆորմալ անունով ինչ որ այդպես, բայց իր հայկական տեսքը եւ բնույթը չի լինելու հայկական։ Չէ, մենք պիտի հասկանանք, որ ֆորմալ առումով կարող է լուծարել։
Խնդիրը ինչու՞ն։ Այսինքն դրան լուծարեն արդեն շատ ոնց որ Չէ, այստեղ ինչ խնդիր կա։ մեծ բան չի մնա։ Այստեղ թուրքական աշխարհի ձևավորման խնդիր։ Թուրքիան ակնհայտորեն փորձում այդ պանթուրքիստական իր երազանքները առաջ տանի, արդեն իսկ ձևավորված է թուրքալեզու ժողովուրդների այդ ասամբլեա, կարծեմ այդպես է կոչվում, եւ Թուրքիան սա առաջ է տանում։ Մենք փակում ենք թուրքական աշխարհը։ Մենք փակում ենք ֆիզիկապես մեր գոյությամբ, ոչ թե մեր որոշումից։ Թուրքական աշխարհի պրոյեկտը շատ լայնամասշտաբ տասնամյակների պրոյեկտ է, որտեղ ծախսվելու են բազմաթիվ միլիարդ դոլարներ։ Եվ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ այդ ամեն ինչը կախված լինի ինչ-որ մի փոքրիկ պետության կառավարության կամքից։ Սրա համար այդ կառավարությունը չպիտի լինի։ Դրա համար այդ պետությունը չպիտի լինի։ Բայց եթե մենք մնում ենք կոմպակտ բնակվում ենք այդ ճանապարհի վրա, դա նշանակում է, որ ինչ-որ մի օր ավելի կայունանալով, անգամ Թուրքիայի թշնամիների հրահրմամբ, ֆինանսավորմամբ հայ ժողովուրդը կարող է սկսել դիմադրել այդ ճանապարհի դեմ։ Հայ ժողովուրդը կարող է փորձել վերականգնել իր պետականությունը։ Եվ որpիսի մենք դա չկարողանանք անենք, թուրքերը փորձելու են ոչ միայն ոչնչացնել մեր պետականությունը, այլև մեզ ցրել ստեղից։ Մենք կարող ենք այստեղ մնանք, բայց փոքրամասնության տեսքով։ Ինչպես եւ Արևմտյան Հայաստանում։ Արևմտյան Հայաստանում Նախիջևանում երբ որ խաչքար չկա։ Երբ որ Նախիջևանը մտավ ռուսական կայսրության կազմ, այսպես կոչված սովետական միության, այնտեղ դոմինանտ էթնոսը դա հայերն էին։ Երբ որ մենք նայում ենք մի ռուսական կայսրության նախկին, ուրեմն ցարական կայսրության մասին խոսքը, մարդահամարները մենք տեսնում ենք, որ այնտեղ նշվում է դոմինանտ ազգ հայերը, մյուսներին ձևակերպելով մուսուլմաններ, այսինքն ըստ կրոնի էին, այդ մուսուլմանները կարող էին լինել քրդեր, թաթարներ, պարսիկներ, բոլորին այսպես միասին էին հայ։ Երբ որ նույն Նախիջևանը արդեն սովետական միության փլուզումից հետո դուրս էր գալիս, այնտեղ մի տոկոս հայ չկա։ Այսինքն թուրքերը կարողացան անգամ ռուսական կայսրության ներսում Նախիջևանը դատարկի։ Էթնիկ զտում կա։ Իսկ եթե իրենք են կարողանում այդ տարածքին ուղիղ տիրապետել, ապա այստեղ հայ չեն թողնում։ Հետ գանք ամփոփելով ԱԺԲ-ն ոչինչ անվորում է։ Սահմանադրական հարակրվեի ժամանակ։ Հա։ Շնորհակալություն, շատ ուրախ ենք։ Մենք շնորհակալ ենք։ Ձեզ լավ քարոզարշավ։ Մերսի։